Եղամ Նազարյան հաջորդ հարցը մրանաց։ Շնորհակալություն տաքսի սերվիս, չգիտեմ, Yandex տաքսի սերվիս այն չգիտեմ, դրա այդ չամիչը կայանում էր նրանով, որ անհատը կարող էր պայմանագիր կնքել Yandex-ի հետ եւ պահել իր ընտանիքը։ Այս վերջին շրջանում հայտնվել են ճարպիկ, խոշոր, գերխոշոր տնտեսվարողներ, որոնք ներկրել են մեծ թվով մեքենաներ, պայմանագրեր են կնքել Yandex-ի հետ, որի հետևանքով այն մարդը, որը իր համար մեծ ներդրում է արել ձեռք բերել մեքենա, որ վարի ավելի բարձր կարգի հաճախորդներին սպասարկի, հայտնվում են վատ պայմաններում, այսինքն Yandex-ի առաջին կանչերը գնում է դեպի այդ խոշոր տնտեսվարողների ներկրած մեքենաները, որի հետևանքով այդ մարդիկ տուժում են։ Հիմա այդ մարդկանց պաշտպանը ով պետք է լինի, կա պաշտպանություն, թե վայրի շուկայական հարաբերություններ են, ունեմ շատ փող, ունեմ մեծ կապեր, դու ինչ ուզում ես արա, որն է այստեղ ելքը։ Պարոն Նազարյան, իրականում անկեղծ ենք, խնդիրը մի քիչ տեղ։ Նախ Yandex-ը մենք մի անգամ շատ մեծ տուգանել ենք, այսինքն պաշտպան կա, եթե խախտում կա։ Խնդիրը մի փոքր այլ է, ոչ թե գնում է իրաց, որտեղ հիմա Yandex-ի նույնիսկ մենք սահմանաչափերն են կարգավորում, կարծում եմ շուտով կտեսնեք թվային, մենակ Yandex-ի չէ, էլի, այսինքն թվային պլատֆորմայի միջոցով նմանատիպ ծառայություն մատուցող ընկերությունների գործակիցների փոփոխություն են, որ ասում են անձրև եկավ, բան եղավ, դա պահանջարկ առաջարկի վրա է եւ այդ բոլոր հարցերը կարգավորվում են, ձեզ ցույց կտանք, հանձնաժողովը կարծում եմ տարածաշրջանում միակ կառույցն է եղել, որ որոշել է որ դες բան անի ու հիմա մեր փորձով Ղազախստանն է արել եւ Վրաստանն է օգտվում, բայց ձեր ասած խնդիրը կա, բայց մի քիչ ուրիշ ձև է, էլի Հարցը հետևելն է, մարդը գնել է մեքենա, ինքը էլի շարունակում է Yandex-ի աշխատել, կարողանում է պայմանագիր կնքել, իհարկե իրանցից որևէ մեկը երբեք Yandex-ի հետ ուղիղ պայմանագիր չի կնքել, միջնորդ կազմակերպությունները նախկինում եղել կան եւ դա նորմալ է ամբողջ աշխարհում։ Իրանք ինչ են ասում, ես որ բիզնես դասով եմ քշել, հիմա քանի որ կա էլեկտրոդաս, ոչ թե գնում այլ ոչ թե Yandex-ն ուղարկում էլեկտրոդազեր, որտեղ մարկած մեծ մաս ուզում է էլեկտրոդասի ավտո կանչի, որը գնով մի փոքր ավելի էժան է, քան բիզնես դասը ու թազա մեքենա է, նոր մեքենա է։ Խնդիրը ստեղ է, հիմա ստեղ ճիշտ ասած չկա, էլի, հիմա էլեկտրոմեքենաներ են, որը 15000 կամ 18000 է, որը ինքնարժեքի էժան լինելու պատճառով 5-6 տարվա հետ գնելություն ունի կամ ավելի կարճ ենթադրում է, գինը դրա համար ասենք 2000 դրամ է 1 կիլոմետր կամ ճանապարհ անցնելու, իսկ բանին է 2200 է, այդ մարդը չի ուզում, օրինակ ես ինքս որպես սպառող անկեղծ ասած նախընտրում եմ էլեկտրո դասի մեքենա կանչել, որովհետև համ ավելի էժան է, Ես հաճախ օգտվում եմ տաքսիներից, համ ավելի մաքուր է, համ ավելի թարմ է։ Հիմա այստեղ ճիշտ ասած մտնել բիզնեսին եւ ասել, գիտես, այս ֆունկցիան ուրիշ ձև փոխի, այստեղ էլ արդար չի, բայց եթե հանկարծ պարզվի, որ ինչ-որ պատվեր ալգորիթմը ուղարկի աշխատում էլ, ես անկեղծ ասած Yandex-ի տեղական տնօրենը չի որոշում ուր գնա կամ դժվար կարողանա Հայաստանում 18 կամ 100 ավտոբերով գնար Yandex-ի տերերի հետ պայմանավոր այդ ալգորիթմում փոփոխություն անեին, ասեն այդ ալգորիթմից եկած ինֆորմացիան տեղափոխին, դստեղ խնդիրը դրա մեջ է ընդհանրապես։ Խնդրեմ։ Արտակարգ, Համեծ։ Խնդիրը մեկնաբանության մեջ է, կարող ենք այսպես էլ մեկնաբանել, այնպես էլ մեկնաբանել։ Խնդիրը ես չդիտարկեցի, թե այդ խոշոր ներկրողը հեծանիվ է բերել, թե էլեկտրամոբիլ է բերել, թե բենզինով շարժիչով մեքենա, փաստը այնա, որ բերել է մեծ քանակությամբ մեքենա, պայմանագիր է կնքել, ալգորիթմը աշխատում է հոգուտ այդ խոշոր ներգրողի, որի հետևանքով մնացածները տուժում են։ Հիմա այդ մարդիկ ունեն պաշտպանություն, թե չունեն, որ իրենք հասկանան ինչ են անում։ Ինչ վերաբերվում է էլեկտրոնա լավը թե չէ, ես էլ չեմ սիրում, որ էլեկտրո է գալիս, որովհետև ես դեռ չգիտեմ դրա մարտկոցները մարդու համար վտանգավոր են թե չէ։ Հիմա հարց. Ինչու է Հայաստանում բենզինը ամենաթանկը ԱՊՀ երկրներում եւ ԵԱՏՄ երկրներում։ Իմ մշտական հարցը ինչու է թանկ Հայաստանում։ Նախ ձեր առաջի հարցի պատասխանը Ինչից պետք է պաշտպանություն ստանա։
ասում ենք ունեք պաշտպանություն, տպավորությունն որ կա մրցակցային խնդիր, ես էլ որ հիմա ասեմ չէ, չունեմ պաշտպանություն, ասում ենք ոնց, բաց կար խնդիր, ասես չունեմ։ Ասում ինչի՞ց պաշտպանվի։ Շուկայա համենքա, դուք կընտրեք այն մյուս դասը կգնաք, այն մյուս դասով, ես կընտրեմ այն մյուսով, երրորդը կընտրի էկոնոմով կգնա առաջ։ Ուզում ասեմ գնանք Yandex-ի բիզնեսին ասեն, գիտես քո էլեկտրոյի գինը բարձրացրա վերը, որ ես մարտիկ ստիփած օգտում բերեմ, հետո գալու եք ասեք, բան սպառողը, որ խիչ կտվեցիք այդ հնարավորությունը ավելի էժան ծառայությունից օգտվի։ Բենզինի գինը Հայաստանում բարձր է, որովհետև մենք բենզիններ կրում ենք հիմա Եվրոպական միությունից եւ Հայաստանը միշտ բարձր է լինում, ԱՊՀ որ երկրի մասին է խոսքը, այս ԱՊՀ բոլոր երկրի չէ։ Բելարուսիա Ռուսաստանից բարձր է հասկանալու պատճառով եւ վերջապես Հայաստանը ավելի հեռու է գտնվում եւ ռուսական բենզինը որ բերում եք Հայաստան ինքը միշտ Ռուսաստանից թանկ է լինելու, ո՞նց է դի։ Ախր բարձ մաթեմատիկա անհնարին է Ռուսաստանից բերվող բենզինը Հայաստանի Հանրապետություն լինի ավելի էժան։ Հիմա էլ բերում ենք Ռումինիայից, ասենք Իտալիայից եւ ոնց Ռումինիայից ոնց բենզին բերենք Հայաստան որ ավելի էժան ԵՄ-ում հարկերը բարձր է, բենզինը ԵՄ-ում բարձր է։ Հիմա ԱՊՀ երկրներից եթե վերցնում եք Բելարուսը եւ Ռուսաստանը, Իրանում ձրի է համարյա։ Եկեք ամեն անգամ ինձ այդ Իրանի հետ համատեք եւ մեղադրեք, ասեք Իրանը ինչի է ձրի։